Ըստ էության առաջին անգամ է, երբ որ մենք բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում։ Այսպես է Փաշինյանը սկսում Հայաստանի 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, որը սահուն կերպով վերածվում է խաղաղության իր օրակարգի քարոզի։ Շուրջ 1 ժամ տևած ելույթում Փաշինյանը, հիշելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները, տարբեր ձևերով կրկնում է միտքը, թե խաղաղությունն արդեն հաստատված է եւ այն մեր կյանքի անբաժան մասն է։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված փաստ է։ Մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք։ Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ 2021 թվականին մենք ընտրություններին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց ապագա կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Խաղաղության քարոզն էլ իր հերթին վերածվում է քաղաքացիական պայմանագրի նախընտրական արշավի։ Փաշինյանը կարելի է ասել ուղիղ տեքստով հայտարարում է. ուզում եք խաղաղություն, ընտրեք քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է։ Խաղաղության համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ, բայց որպեսզի ոչ ոք չկասկածի, որ խաղաղությունն արդեն հաստատված է, Փաշինյանը եւս մեկ անգամ հիշում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները բեռնատարների տարանցման սահմանափակումների չեղարկման վերաբերյալ եւ ի պատասխան հայտարարում, որ Հայաստանն էլ պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա, Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիզ երթուղով։ Այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Պաշտպանության ոլորտի բյուջեի կրճատումն էլ իշխանությունը հիմնավորում է հաստատված խաղաղությամբ։ Այլ կերպ ասած, եթե կա խաղաղություն, ինչու պետական բյուջեի մեծ մասը ծախսել բանակի վրա։ Երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպան ունակ, այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ 2026 թվականին այս տարվա համեմատ պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15.3%-ով, կազմելով 563.1 միլիարդ դրամ։ Պաշտպանության ոլորտին կողմի Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջեի կապիտալ ծախսերի 43%-ը, նախորդ տարվա 55.8%-ի փոխարեն։ Շատ կարևոր է գնահատելով պետական բյուջե հասկացությունը արձանագրել, որ բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք մեր հանրային օրակարգի, այդ բոլորը արտահայտված են պետական բյուջեի մեջ, այս կամ այն չափով։ Ոչ միայն բյուջեն է կրճատվում, այլ փաստացի նաև ժամկետային զինծառայողների թիվը։ Առաջիկա ձմեռային զորակոչից արդեն պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 2-ի փոխարեն 1.5 տարի։ Տրամաբանությունը նույնն է, եթե խաղաղությունը հաստատված է, ինչու ունենալ մեծ բանակ։ Ընդդիմադիրներն ասում են, պաշտպանական ոլորտի այս փոփոխությունները թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն են եւ 2026 թվականի ընտրություններում քաղաքացիական պայմանագրի քվեներն ավելացնելու միջոցը։ Իշխանությունները հակադարձում են բյուջեի եւ ժամկետային ծառայության կրճատումը բանակի պաշտպանունակության վրա չեն ազդում։ Իշխանության աջակիցներն էլ միաբերան կրկնում են այս թեզը, առանց հիմնավորելու, թե ինչպես են ավելի քիչ գումարով եւ զինվորներով ապահովելու երկրի պաշտպանությունը։ Թվակազմի կրճատումը ես չեմ կարծում, որ վտանգ կառաջացնի, դա ունենա ավելի ճիշտ լինա, որ պրոֆեսիոնալ զինվոր ունենանք, մարտունակ զինվոր ունենանք, քան թե թիվնի որակա պետք է։ Ասում է Երկրապահ կամավորների միության նախագահը, որը 2018 թվականին հայտարարում էր, թե հեղափոխությունը հայ ժողովրդի համար ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտը։